Փառք Տիրոջը։ Ուզում եմ մենք շարունակենք մեր առաքինությունների մասին մի քիչ խոսել, ինչպես սկսել ենք, որ Աստծո խոսքն ասում էր, որ ամեն ջանք գործադրելով ձեր հավատքի վրա ավելացրեք։ Ինչ? Առաքինություն։ Առաքինության վրա գիտություն։ Այստեղ կանգ առանք։ Ուրեմն ամեն ջանք դրեք, որպեսզի սա կառուցվի ձեր ներսում, քանի որ մենք ունենք ոչ միայն հավատի հիմք, այլ նաև հավատի կառույց։ Շենքի հիմքը շատ կարևոր է, բայց շենքի հիմքը ամուր ենք պատրաստում, որ դրա վրա լավ կառույց մենք շարենք, չէ՞։ Այդ լավ առողջ պատերի վրա լավ առաստաղ մենք տեղադրենք կամ կտուր։ Ուրեմն հասանք ժուժկալությանը։ Ժուժկալությունը ինչ է։ Ժուժկալություն նշանակում է զսպվածություն։ Ասենք չափավորությունը ունեցող մարդ։ Ովքեր գիտեն, որ չափի զգացումը շատ կարևոր բան է։ Պատահել է, որ մեկին ասես չափդ կորցրեցիր, բայց արդեն չափդ անցավ։ Այսինքն կան չափ, որ մենք իրավունք չունենք անցնելու։ Դու պետք է կառավարես քո զգացմունքները, թույլ չտաս, որպեսզի սահմանն անցնի։ Հնարավոր է, որ մարդ ես էլի մտա բորբոքվում ես, ուզում ես ինչ-որ մի բան ասես, մի կոպիտ վատ բառ կամ վատ արարք կատարես ու հասկանում ես, որ այդ քոնը չի, ճիշտ չէ։ Զսպում ես եւ այն չես անում։ Մարդիկ կան, որ ունեն չափավորության զգացում, մարդիկ կան ոչ մի չափ չունեն։ Հենց հունից հանեսիր, ինչի ասես այդ մարդը կվերածվի։ Օրինակ, ինչի է նման այն նավը, որը օվկիանոսի կենտրոնում կորցնում է իր հավասարակշռությունը, իր կառավարման համակարգը։ Այսինքն, այդ նավապետը ոչինչ անել չի կարողանա այդ նավին, նավը հանձնվում է քամու քմաճույքին, ուր ուզի քշի տանի ալիքները։ Շատ կարևոր է կառավարումը, թե չէ։ Կամ ինքնաթիռը օդի մեջ հանկարծ կորցնում է իր ինքնակառավարումը։ Օդաչու ինչի ենթարկվում։ Ուզում ես աջ, ձախ, վերև, ներքև չի ղեկավարվում։ Այդ օդաչուն ինչ պետք է անի։ Վերջի աղոթքը պետք է անի, բայց իրականում այն որևէ բան կանխել չի կարող։ Շատ բան կարող է փչանա, կարողանան հարմարվել մի կերպ գալ իջնել, բայց որ ղեկը նա չի ենթարկվում, դե ոչ մի խնդիր չկա, կամ ավտոդ քշում ես մի 120-ի տակ, մեկ էլ զգում ես, որ քո ղեկը չի ենթարկվում, կրոք ֆռում է, արդեն անիմաստ է։ Մի անգամ ժլատությունս բռնեց, ավտո քշում էի, մեկ էլ ասի դկայանի բանալին անջատում եմ մի քիչ էկոնոմիա անի բենզինը, անջատեցի, ռուլ ընկավ սիգարետ։ Մի ոչ աչք արած, որ դու գիտեք այդ ինչա նշանակում։ Ես տվես գնաց ելա բարձի լավ է, շատ արագ չէ, կանգնեցի։ Հետո ասի ինչ անխելք մարդ է, բամանք այդպես բան կանի։ Կամ եթե հրթիռը, գիտեք որ հրթիռները նույնպես ունեն կառավարման համակարգ, ծրագիրը տալիս են, որտեղ պետք է գնա, ինչ կետի վրա ճիշտ ճշգրիտ կերպով իջնի։ Բայց կարող է այդ համակարգը հանկարծ փչանալ։ Սխեմա է, միկրոսխեմա է, մի բան եղավ, այդ հրթիռը կընկնի մի տեղ, բայց որտեղ արդեն ոչ հրթիռն է որոշում այդ տեղը, ոչ էլ դու։ Եվ կարող է շատ մեծ աղետ բերել։ Ուրեմն մենք էլ որպես մարդ պետք է ունենանք մեր կառավարման համակարգը, մեր չափը, որի անունն է զսպվածություն։ Զսպվածությունը շատ կարևոր բան է։ Ինչու՞մ զսպել։ Զսպել մեր ցանկությունների վրա, շատ բան կցանկանաս, բայց այն ինչ որ պետք չէ, ճիշտ չէ, ընթացք չես տալիս դրան, կանխում ես։ Զսպել խոսքի մեջ, ամեն բան չէ, որ կարելի է մեր բերանից դուրս անել, քանի որ Աստված ասում է, որ ձեր բերանից դուրս եկած ամեն դատարկ խոսքի համար դուք հաշիվ պիտի տաք դատաստանի օրը։ Ուրեմն կարևոր է նաև զսպել մեր խոսքերը, վարքի մեջ լինել զսպված։ Երանի քեզ, որ մարդիկ քեզ ասեն ինչ չափած ձևած մարդ է, ամեն ինչը իր չափի մեջ է։ Օրինակ հոգևոր կյանքն էլ մեր պետք է ունենա այդ բանը, ես ուզում եմ կարդալ Եփեսացիների 4-րդ գլուխ 11-ից 14 խոսքերը։
մաս կգարտամ։ Եվ նա, այսինքն Տերը կամ Սուրբ Հոգին ոմանց տվեց լինելու առաքյալներ։ Բոլորդ առաքյալ եք։ Չէ։ Ոմանց տվեց լինելու մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ, ոմանց վարդապետներ։ Ինչին էր պետք այս ծառայությունները, որոնք տարբեր անուններով ես կարդացի։ Սուրբ Գիրքն ասում է, դրանք պետք են կատարելագործվելու սուրբերի ծառայության գործում Քրիստոսի շինության համար։ Մինչև ամենքս հասնենք հավատի միության, Աստծո որդու ճանաչողության, որպես հասուն ու կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալու, մինչև հասնենք Քրիստոսի կատարելության չափին։ Ուրեմն, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում եւ տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեսում են։ Երեխաները կարող են, չէ, կորցնել իրենց կառավարումը, ասում չլինենք երեխաների պես տարուբերվող։ Եթե դու հավատի կյանքում այսպես ես, տարուբերված էլի, չէ, կայուն դիրք չունես, կայուն վիճակ չունես, կայուն կամք չունես, դու կդառնաս երեխայի պես։ Իսկ Պողոս առաքյալն ասում էր երեխայական բաները մեկդի վանեցի, երբ որ դարձա այր մարդ, չէ, հասուն մարդը պետք է ցուցաբերի հասուն հատկանիշներ։ Այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով ամեն բանում աճենք դեպի նա, որի գլուխն է Քրիստոսը, դեպի Քրիստոսը։ Ուրեմն մենք հոգևոր առումով պետք է ունենանք հավասարակշռություն, որ թույլ չտանք մարմինը իշխի մեր հոգու վրա, այլ հոգով մենք կարողանանք սանձել, իշխել մարմնի գործերը։ Մարմինը մեր չի ոչնչանում, մարմինը հավատի մեջ որ մտնում ես ինքը չի մեռնում, այլ նրան պետք է բերես զրոյական դիրքի։ Հենց նրան թույլ տվեցիր, ինքը կենդանի է, ինքը նորից կգործի։ Դրա համար հոգով սպանեք մարմնի գործերը։ Սա կարևոր է։ Ուրեմն ժուժկալությունը Սուրբ Հոգու պտուղ է, Գաղատացիների 5-րդ գլուխ 22-23 խոսքը։ Սուրբ Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն։ Ժուժկալությունը վերջում է նշված, որը կոչվում է զսպվածություն։ Ես մի երկու օրինակ բերեմ սրա վերաբերյալ։ Հիշում եք Հոբին։ Հոբը մեծ փորձության ենթարկվեց։ Երեխաները մի օրվա մեջ մեռան, ամբողջ ունեցածը մի օրվա մեջ տարան, Հոբը հիվանդացավ մաշկային հիվանդությամբ, քոսոտությամբ, բորոտ, ես չգիտեմ թե ինչ հիվանդությամբ, անգամ քար էր վերցնում, քերում էր իրեն, որ հանգստանա այդ քորը, այդ էլ չէր լինում։ Մարդը հասավ ծայրահեղ աստիճանի։ Եթե նայեք նրան շատ տրտնջած, բողոքեց իր մեջ Աստծո մոտ գնայի, Աստծո աթոռն էթայի, իմ դատս ներկայացնեի, Աստված ես ինչ անում իմ գլխի, այսպես բաներ ասում էր, բայց երբեք Աստծո հասեին վատ խոսք նա իր բերանից դուրս չբերեց։ Իսկ Հոբիկինը բերեց։ Հոբիկինը կորցրեց իրեն, այսինքն հավասարակշռված եւ անհավասարակշիռ մարդիկ էին։ Հոբը գրած է, որ նա չմեղանչեց Աստծո դեմ, Աստծո հանդեպ որևէ վատ խոսք ասելու, բայց կինը ինչ էր ասում, ասում էր, հələ դու շարունակում ես կատարելության մեջ մնալ, հայոյի ասուն ու մեռի։ Հոբը այդ բանը թույլ չտվեց, բայց կինը թույլ տվեց։ Սա զուսպ լինելու վիճակ է։ Չեմ ասում կատարյալ է, երբ որ դու ունես քո մեջ ցանկություն զսպում ես, ես հաջորդ կետը կանգառնենք համբերության վրա, որը զսպվածության կատարելագույն վիճակն է, բայց զսպելը դու պետք է անես, եւ Աստված քեզ տվել է այդ կարողությունը։ Երբ որ Դանիելը եւ իր ընկերներին գերության մեջ թագավորն ասել էր, որ նրանք կերակերեք համադան կամ պարարտ լավ կերակուրներով, որի մարչև հանդես կան, դրանց երեսը փայլի, բայց այնպեսի կերակուրներ էին առաջարկում, որ հрьяաների մեջ ըստ Աստծո խոսքի չէր կարելի օգտագործել։ Նրանք խնդրեցին, չէ, ասեցին մեզ մի տվեք այդ կերակուրն էլի, մենք չենք կարող, մենք ինչպես ուտենք մի բան, որ Աստված մեզ պատվիրել է չուտել։ Անկամ այդ բանտապետը վախեցավ, ասեց, բա իմ գլխից մեծ փորձանք կարող է գա, էլի, եթե հանկարծ ձեր տեսքը այդպես չլինի, ասեց, մեր տեսքը ավելի լավ կլինի։ Այսինքն մարդիկ, որոնք զուսպ էին անգամ ուտելիքի մեջ։ Բաներ կա, որ անգամ ուտելիքն էր, չէ, եթե մի բան չի կարելի, պետք չէ, մի վերցրու, մի օգտագործի։ Եթե 1000 տեղ արդեն ամեն ձևով խոսում է, որ կոկա-կոլան վատ խմիչք է, չարիք է, դրա մեջ մահ կա, դրա մեջ լուրջ շաքար կա,
մեծ վնաս կա։ Ասում եմ, մի հատ խմենք։ Ու ես էլ եմ, այդպես անմիտ, ասենք որ մարդեր աշխատում են, այդում եմ, ինչ առնեմ կոլա։ Կոլա մի առ, չեն նեղանա քեզնից, ջուր արտար, ջերմուկ առ, մի հատ ուրիշ բան արա։ Հասկանալի է։ Բայց երբ որ դու չես զսպում քեզ, դու դառնում ես անժուժկալ մարդ։ Ուտելիքը տեսնում ես, չոքերը թուլանում է։ Դու ուրեմն բկլիկ անզուսպ մարդ ես։ Երբ որ Տեր Հիսուսը Մատթեոս 4:4-ում գրված է, որ ծոմեր չէ պահել անապատում, երբ քաղց զգաց, այդպես էլ գրված է, երբ որ նա քաղց զգաց, սատանան մոտեցավ նրան։ Ինչու մինչև այդ չէր մոտենում, որովհետև նրա մեջ այդպես բուրըն ցանկություն չկար ուտելու։ Նա կարողանում էր տիրապետել, բայց այն ծայրահեղ մոմենտին, որ զգաց սատանան, որ Հիսուսը քաղց ազգում, սաստիկ քաղց ազգում, նոր եկավ ասած, դե որ դու Աստծո որդին ես, այս քարերին ասա թող հաց դառնան։ Հիսուսը իրեն զուսպ պահեց եւ չարեց այդ, չէ՞, եւ իր այդ Աստծո խոսքի հնազանդությունը նրա կատարելությունն էր։ Եվ ասաց, հացով միայն չի ապրի մարդ, այլ Աստծո վերած խոսքով կամ Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով։ Իսկ ամենամեծագույն անժուժկալության օրինակը մենք տեսնում ենք Ադամի Եվայի մոտ, որ Եդեմական պարտեզում ուտելու բան չկար այդ տնաշիներ, չէ, այն անխիղճներ։ Եդեմական պարտեզը լի էր ամեն ինչով, ինձ պետք է գայր էդ ուտեիր։ Կյանքից առից ուտեիր, մի կյանքից առ ավելի գեղեցիկ ու ավելի լավ չէր։ Բայց կերան Եվան կերավ, իր ամուսնուն էլ կերսրեց եւ իրենք մեղանչելով ընկան դատապարտության եւ ամբողջ իրենց սերունդը բերեցին դատապարտության տակ։ Եվ նրանով մահը մտավ աշխարհ, մահն էլ այս վիճակին դրեց ազգերին ժողովուրդներին։ Փաստորեն ժուժկալ մարդը ճիշտ որոշումներ է կայացնում, որը հակառակ կարող է լինել իր ներքին ցանկություններին։ Եվ անում է հենց այդպես։ Արդյունքը կլինի ժուժկալության խաղաղություն, հավասարակշռություն, հավատարմություն Աստծո հետ եւ համբերություն։ Ժուժկալությունը մեզ բերում է համբերատարության։ Իսկ համբերատարությունը եւ ժուժկալությունը այսպես կարող ենք բնութագրել։ Ժուժկալությունը տվյալ պահի քո կատարած որոշումն է այդ պահի համար, համբերությունը ընթացք է երկարատև, մինչև որ Աստծո տված խոստումը կատարվի, դու պետք է համբերությամբ սպասես։ Ինչպես օրինակ մենք շատ անգամ օրինակ բերել ենք, որ արդարացումը դա պահ է, իսկ սրբացումը ընթացք։ Այսինքն դու կարող ես արդարանալ Քրիստոսի անունը կանչելով, մաքրվել նրա արյամբ։ Սրան պահապետ, մի վայրկյանում դու կարող ես դառնալ արդար Աստծո։ Բայց սրբացումը, որ քո ներսին վիճակն է, սա վայրկյանի բան չէ, սա կյանքի ընթացք է, որ պիտի ինչպես մենք պիտի կատարելության հասնես, մինչև որ ասես Քրիստոսի նմանությանը։ Սրա համար ժամանակ է պահանջվում։ Համբերությունը կարևոր բան է, եւ ամենալավագույն օրինակը, որ ուզում եմ բերել դրա վրա, Աբրահամն էր։ Աբրահամը խոստում ստացավ Աստծուց, որ դու զավակ կունենաս, որը կլինի խոստման որդին։ Աբրահամին ժուժկալություն պետք չէր, համբերությամբ սпасել էր պետք։ Թեկուզ Աբրահամը սխալվեց, 25 տարի սпасեց Աբրահամը, 25 տարի։ Դուք պատկերացնում եք, Աստված խոստում է տալիս 75 տարեկանում, եղել ես 99 տարեկան, էլ այդ չի կատարվել այդ։ Դե Սառան էլ մի բան պետք է աներ, էլի Սառան ոնց կարար կինը համբերատար չի կարալ, էլի կինը, էդի լուրջ պետք է հասնես Քրիստոսի կատարելությանը, տղամարդն էլ։ Հա։ Ասես դու լավ չես հասկացել, սխալ ես հասկացել, մտի Հագարի մոտ, Հագարից կունենամ իմ ծնկների վրա թող ծնի կդառնային որդին, այդ ծնավ ծնկների վրա դարձավ իր որդին, ոչ։ Եվ Իսահակն էր խոստման որդին, ոչ թե Իսմայիլը։ Նրան պետք էր համբերությամբ սпасել, բայց շտապեցին, շտապողականությունը բերեց Իսմայիլի ծնունդին։ Իսմայիլը այսօրվա մերձավոր արևելքն է, որ ամբողջ երկրագնդը անընդհատ տերորիզմի ու խապանի մեջ է, պատերազմի, մահվան, այդ ծևի վիճակի մեջ է։ Դրանք Աբրահամի որդիներն են, որոնք ծնվել էին Իսմայիլից։ Դրանք Ղովտի որդիներն են, որոնք ծնվեցին իր երկու աղջիկներից, Մովաբացիներն ու Ամոնացիները։ Ամբողջ մերձավոր արևելքը դրանցով ալեցված։ Պատկերացնում եք, Աստծո մարդ, որի սերունդով պիտի աշխարհի ազգերը օրհնվեին, մի հատ էլ սերունդ տվեց, որ ամբողջ ազգերը սրանով կարծես թե անիծվում են։ Ուրեմն պետք է
չշտապել, Աստծուց առաջ չընկնել եւ մինչեւ որ Տերը իր խոստումները կկատարի իր որոշած ժամանակին, ոչ թե քո ուզած ժամանակին։ Սրա անունն է համբերություն կամ համբերատարություն։ Հռոմեացիների 5-րդ գլուխ 3-4 խոսքն ասում է. «Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում, իմանալով որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, եւ այս հույսը մեզ ամոթով չի թողնում, դատարկ ամոթով չի թողնում»։ Ուրեմն դուք աղոթում ես Տիրոջից, ասում ես Տեր ինձ համբերություն տուր, Տերը փորձառություն է ուղարկում։ Ասում ես Տեր իբր քիչ էր, մի հատ էլ փորձություն ուղարկեցիր, Տերն ասում է դու լավ չես կարդացի, կարդատես որ համբերությունը փորձառություն է բերում, փորձառությունը հույս։ Ուրեմն համբերատար մարդը չի բողոքում, այլ վստահում է Աստծուն։ Համբերատար մարդը վրեժխնդիր չի լինում, այլ սպասում է Տիրոջ դատաստանին։ Համբերատար մարդը չի հուսահատվում, այլ սպասում է խաղաղ սրտով։ Նա գիտակցում է, որ կգա ժամանակ եւ Աստված իր խոստումը կկատարի, եթե այդ խոստումը իսկապես Աստված է տվել։ Շատ անգամ եղել մարդիկ, ասենք զրուցել ենք, որ դժվար վիճակների մեջ են, ընտանեկան դժվարությունները կին, ամուսին հարաբերությունների մեջ դժվարություններ կան, հարսուկիսուր դժվարություններ կան, խնդրում ասում ինչ անեմ, համբերիր, ամեն բան հանձիր արդարությամբ դատողին։ Հիսուսն էլ չարչարվելով նախատելով չնախատվեց, չարչարվելով չսպառնաց, այլ ամեն բան հանձնեց արդարությամբ դատողին։ Լավ է համբերատարությունը, շատ հրաշալի բան է ու շատ կարևոր։ Մի աստիճան էլ անցնենք, մի քիչ արագ եմ ուզում անցնեմ, այսօր այդ հատվածը գոնե պրսեմ։ Հաջորդը աստվածապաշտությունն է, ուրեմն համբերատարությունը քեզ տանում է աստվածապաշտության։ Աստվածապաշտությունը մենք կարծում ենք, թե հենց Հիսուսին ընդունեցի տարար աստվածապաշտ չի, աստվածապաշտությունը բավականին լուրջ հոգևոր հասակ է։ Դու հավատում ես Աստծուն, մտնում ես այդ ընթացքի մեջ, որ պետք է անցնես դու առաքինությամբ, դու պետք է բարձրանաս անցնես գիտությամբ, Աստծո ճանաչողությամբ, դրանով պետք է բարձրանաս անցնես ժժգալությամբ, զուսպքով վիճակով, դրանից կանցնես համբերատարության, նոր միայն հաջորդ քայլը քեզ կբերի աստվածապաշտության մակարդակի։ Աստվածապաշտությունը դա Աստծո հանդեպ ունեցած պաշտմունք է։ Ես վերջերս մի հատ հրյայի բան էի լսում, ինչ որ կրոնի մասին էին խոսում, ինքը բավականին լավ մարդ էր երևում, էլի քրիստոնյաների, չգիտեմ ինչի պաշտպանության, ես ինչի աշխատող էր Եվրոպայում։ Բայց այնպես մի հատ բան ասեց, դուրս չեկավ, էլի, ասեց ես բոլոր կրոնները հարգում եմ եւ բոլորին վերաբերում եմ ըմբռնումով։ Դե ես ասի հարգել այն առումով, որ մուսուլմանն է մուսուլման, բուդդիստի հետ բուդդիստ, կռապաշտի կռապաշտ, այդ այսօր ամբողջ աշխարհը ջանքանում ստեղծի էկումենիկ շարժում, որ կոչվում է բոլոր կրոնները եկեք գումարենք իրար հետ, խառնենք, դարձնենք մի հատ ընդհանուր կրոն, թող բոլորն էլ այդ ընդհանուր պաշտեն պրտնեն, էլ չկռվեն իրար հետ։ Բայց որ կարծում ենք Աստծո խոսքը, տեսնում ենք ոչ, Աստված նախանձավոր է, Աստված չի հարգում կռապաշտությունը, այլ պատժում է այն։ Ուրեմն այստեղ լավ հրյա լինելը պետք չէ, պետք է լինել լավ աստվածավախ եւ Աստծո խոսքի իմացող մարդ։ Այն ամենը, ինչ որ դու դարձնում ես քո Աստվածը, դա հենց կուրքն է, կռապաշտությունը։ Կուրքը պարտադիր չէ միայն տեսանելի կերպով դու ծնկի գաս նրա առաջ, կան մեր ներքին հատկանիշներ, կան կառամիք չետո, որ նրանք կարող են քո մեջ գրավել Աստծո տեղը, դառնալ քո ուշադրության, երկրպագության կենտրոնը։ Դու այդպեսի բանի առաջ խոնարհվում ես։ Եվ այդ ինչի առաջ դու խոնարհվում ես եւ ընդունում ես որպես քո զգացմունքներին տիրող մեծություն, դա կարող է դառնալ կուրք։ Նյութապաշտություն։ Մատթեոս 6-րդ գլուխ 19-ից 21։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեսն ու ժանգը ապականում են, որտեղ գողերը սողոսկում ու գողանում են, այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, որ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որովհետև ուր որ ձեր գանձն է, այդտեղ կլինի նաև ձեր սիրտը։ Ուր որ ձեր գանձն է, ինչի հետ կապված է քո սիրտը, դա դառնում է արդեն քո կուրքը։ Կարող է փողը մարդու համար դառնալ պաշտմունք։ Այո, կարող է։ Հաջորդը ինքնապաշտություն։ Յուրաքանչյուր եսասեր մարդ ինքնապաշտ է։ Ինքը գիտի իրան ու վերջ։ Ինքնապաշտության համար գրված է մի օր
Հերոդեսը թագավորական հանդերձակաց նստեց աթոռին եւ ժողովրդին խոսեց եւ ժողովուրդը աղաղակեց թե Աստծո ձայնն է սա, ոչ թե մարդու, եւ անմիջապես Տիրոջ հրեշտակը խփեց նրան, որովհետեւ նա փառք չտվեց Աստծուն եւ որդերի կեր դառնալով սատկեց։ Սա գրված է Հերոդեսի մասին։ Այսինքն թագավոր մարդեր իրան այնքան լավ էր զգում Աստծուն հավասար Աստծո պես, երբ որ մարդիկ իրեն համարեցին որպես Աստված, ինքն դրանից վայելք էր ապրում, հրեշտակը խփեց նրան, այստեղ մեռավ անգամ գրածա, որ սատկեց։ Գործք առաքելոց 12-ի 21-ից 23-ը։ Հաջորդ շուրթը ագահությունն է։ Ագահությունը մենք երբեմն մտածում ենք, հա ագահությունը ի՞նչ է, սովորական բան է, էլի։ Չէ, ագահությունը կռապաշտություն է։ Կարդամ որ համոզվեք։ Կողոսացիների 3-րդ գլուխ 5-ից 7 խոսքերը։ Ուստի ձեր երկրավոր անդամները սպանեցիք։ Չի ասում կդրիքցի անգամ, սրա համար մենք կանգ ենք առել, այսինքն թույլ մի տուր, իմ ասած զուսպ վիճակին թույլ մի տուր, որ մարմնի զգացումները քեզ տիրի կամ մարմնի ցանկությունները սպանեցիք, շարունակում է բացատրելով պոռնիկությունը, պղծությունը, անսանց կիրքը, չար ցանկությունը եւ ագահությունը, որ կռապաշտություն է։ Այստեղ ագահությունը մեծ բութատնում շարունակում է, այն կռապաշտություն է։ Որոնց համար Աստծո բարգությունը անհնազանդության որդիների վրա կգա, որոնց մեջ մի ժամանակ դուք էլ քայլում եք եւ նրանցով ապրում։ Կողոսացիների 3-րդ գլուխ 5-ից 7 խոսքը։ Եփեսացիների 5:5-ը լրացնում է այս միտքը, քանզի սա գիտենք, որ ամեն պոռնիկ կամ անմաքուր կամ ագահ մարդ, որը կռապաշտ է, ժառանգություն չունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ։ Նորից հաստատում եմ մեկ ուրիշ խոսով, որ ագահությունը դա հենց ինքնին կռապաշտություն է։ Ուրեմն ագահ պետք չի լինել, չեմ ուզում մանրացնեմ, ագահության վրա մենք տասնյակ տարի թե ինչքան առաջ մենք խոսել ենք, մի օր սրտից կանպայման նորից անդրադառնանք այդ խոսակցությանը մանրամասը, այն ժամանակ ասեմ, բայց Աստծոն ասում է կռապաշտություն է։ Եվ ավելի վատ մի բան, Փիլիպպեցիների 3-րդ գլուխ 18-19 խոսք։ Որովհետև շատերը կքայլեն, որոնց համար շատ անգամ ձեզ ասում է եւ հիմա լացով եմ ասում, այսինքն Քրիստոսի խաչի թշնամիների համար։ Ուշադրիր եք։ Դրանց վերջը կորուստն է լինելու։ Նրանց Աստվածը իրենց որովայինն է եւ նրանց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաներ են մտածում։ Փիլիպպեցիների 3:18-19։ Տեսեք, այստեղ ինչ հետաքրքիր բան ասում, որոնց վերջը այդպիսի մարդկանց կորուստն է։ Այդպիսի մարդիկ իրանց փորը համարում են իրենց Աստվածը, իրենց երկրպագությունները իր փորն է։ Ուտելուց բացի ուրիշ բան չի կարողանում մտածել։ Մի անգամ ես կարդացի տարականների մասին մի բան, ես էլ ասել եմ, որ տարականի գլուխը կտրում են, մի շաբաթ ապրում է, նոր սատկում է։ Ու պարզվում է, որ ոչ թե սատկում է, որ գլուխը կտրել էին, որովհետև սոված է արդեն, էլ չի կարող ուտի, սոված սատկավ։ Այսինքն տարականի գլուխը մենակ ուտելու համար է, ուրիշ բան պետք չէ։ Ցավոք սրտի շատ մարդիկ կան, որ իրաց գլուխն մենակ ուտելու համար է, մտածելու համար չէ։ Արդեն այսպեսի մարդկանց ասում է, քո որովայինը քո Աստվածն է։ Եվ իրենց ամոթը իրենց փառքն են դարձրել։ Այսինքն բաներ, որ մարդը փոխանակ դրանից ամաչի, դրանով սկսում է պարծենալ։ Անկամ հայոյանք մեկը կարող ասեն, ինչ քֆրկան մարդ է, հա, ես քֆրկան եմ։ Ոնց որ բանն էլի, ես իմ ինչա մի հատ էլ քեզ ներկայացնում եմ։ Հա? Հա։ Եվ 5-րդը մարդապաշտություն։ Հնարավոր է, որ մարդու պաշտեն։ Մենք ապրել ենք մի հասարակարգում, սովետական միության, որտեղ հենց այդ մարդապաշտությունը շատ ուժեղ կար։ Լենինը համարվում էր բոլորի Աստվածը։ Լենին նկարներ ամենտեղ, փառք ու պատիվով, եսի մինչով, են մերդելուց էլ չտարան թաղային, տարին տրեցին մի հատ ակվարիումի մեջ, որ այդպես մնա բարբուզնակի ծաղիկ է, էլի անդադ մնա, որ մարդիկ տեսնեն, թե բայց հիմա նրա հոգին որտեղ է, ինչ վիճակի մեջ է, ինչ հաշիվ է տալիս ասում, սրա մասին մարդիկ չեն կարողանում հասկանալ, որովհետև չեն տեսնում։ Լենինին պաշտում էին։ Մի օր մեր Արմեն եղբայրը գնաց է մեկի կուրքանոցը մտել էր, Աստվածաշունչը վերցել էր, տեղը Լենինի գիրքեր փաթեթի շորով տարել էր։ Հետո ասում մի օր լսեցի ուժեղ աղմուկի ցենակալիս էլի կռվի, թե մեր պապի գիրքը կողել են, տեղը Լենինի հատոր են դրել։ Արմենը ինչպես դες բաներ, ասում այդ իսկական իր տեղն էր։ Ասկոննա։
Ստալինին, հիշում եք Ստալինի տարիները անհատի պաշտոնքի բանով մեղադրեցին իրան մեռնելուց հետո, որ Ստալինին նույնպես երկրպագում էին որպես Աստծո։ Բայց ուր են դրանք։ Ներոնը առաջի դարում քրիստոնյաների ամենամեծ հալածիչներ 64 թվականին մեր թվարկության ամենամեծ հալածանքները եկեղեցին տարավ այդ Ռոմում Ներոնի ձեռքով։ Ներոնին համարում էին Աստված ու ինքը երկրպագություններ ընդունում, պետք է այդպես ասին։ Հիտլերը ուր է։ Հիտլերին միայն մեկ Հիտլեր, այն Հիտլեր։ Կարծում էին այդ ռեյխը անվերջ է, անդադ կմնա ու իրենք փառավոր կզգան։ Նրանք ովքեր 3 ամիս հետո պետք է շքերթ անեին Մոսկվայի հրապարակում, 5 տարի հետո այդ շքերթը արեցին Բերլինում Ռայխստագի շենքի առաջ։ Նաբուկոդոնոսորը, որ իրան ինչ էր զգում, չէ՞, ինչ արեց Աստված։ Աստված հարվածեց նրան 7 տարի անասունների հետ խոտ կերավ։ Ասես որպեսզի նա հասկանա, որ բարձյալ Աստված է տիրում ազգերի եւ թագավորների վրա։ Եթե այսպես վերցնենք, չէ, նրանք մեռան կամ ոմանք սատկեցին գնացին, իրենց Աստված էին համարում, բայց չի Աստված այդպես կմեռնի, լա գնացեք իրանց գերեզմանները բացեք, տեսեք տակը ինչի է վերածվել այդ ժամանակի Աստվածը։ Տեսնեք, որ Աստված միայն ինքն է Աստված։ Ուրեմն Աստվածապաշտությունը այսպեսին է. դու պատկանում ես, պատկանելիություն ես զգում միայն Աստծուն եւ քո սիրտը միտքը ամբողջ ուշադրությունը բևեռված է դեպի Աստված։ Եթե դու Աստվածապաշտ ես, հասկանում ես, ես պատկանում եմ Աստծուն, ես Աստծո սեփականությունն եմ, Աստծո որդին եմ եւ իմ սիրտը, միտքը ու ամբողջ էությունը, պաշտմունքը ուղղված է դեպի իմ Աստված։ Սա Աստվածապաշտ մարդն է։ Ես հավատում եմ Աստծուն, ես հնազանդվում եմ Աստծուն։ Եթե Աստված քո հայրն է, քո տերն է, ուրեմն դու պետք է նաև հնազանդվես։ Աստծո խոսքն ասում է. դուք ինձ հայր եք կոչում կամ Աստված, եթե ես Աստված եմ, ուր է իմ վախը, եթե ես հայր եմ, ուր է իմ պատիվը։ Եթե դու անունը տրել ես Աստվածապաշտ, բայց ոչ վախ ունես Աստծուց, ոչ էլ պատվում ես Աստծուն, Աստված ասում է դու Աստվածապաշտ չես։ Եվ սրա արդյունքը կլինի Աստվածապաշտության սեր, հարգանք, երկյուղ, հավատարմություն։ Կռապաշտությունը նույն սրա նման է հակառակ իմաստով։ Քո Աստվածը դարձրել ես կուռքը, քո ամբողջ սրտի էությունը ուղղված է դեպի այդ դրա երկրպագությունը, արդյունքը կդառնա հոգևոր դատարկություն, սխալ ուղղություն, կախվածություն կեղծ աղբյուրներից եւ Աստծուց շեղում։ Ուրեմն Աստվածապաշտություն, կռապաշտությունը այսքան տարբեր բաներ են իրարից ու տարբեր ուղղություններով են տանում, բայց նրանք համարվում են պաշտմունք։ Տիմոթեոսին Պողոս առաքյալը գրում էր, առաջին Տիմոթեոս 4:7 խոսքերը. մի տրվիր անիմաստ ու ծեր կանած հեքիաթներին կամ պառավական առասպելներին մի տրվիր, այլ վարժեցրու քեզ Աստվածապաշտության մեջ, որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի է օգտակար, իսկ Աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, քանի որ այն ունի կյանքի այժմյան եւ գալիք կյանքի խոստումը։ Մենք որպես Աստծո որդիներ պետք չէ որ մենք առասպելների հետևից ենք, բաներ հնարենք, չեղած անունը դնենք Աստվածապաշտություն։ Մենք պետք է հասկանանք, որ Աստվածապաշտությունը այն է, ինչ Աստված է համարում պաշտմունք։ Իսկ եթե մենք ուզում ենք իմանալ, կարդանք Աստծո խոսքը եւ վարվենք ճիշտ այդպես։ Երկրորդ Տիմոթեոս 3:5 Նրանք կունենան Աստվածապաշտության կերպարանք, բայց կմերժեն դրա զորությունը կամ դրա զորությունից հրաժարված են։ Այս նախազգուշացումը վերաբերում է իսկական Աստվածապաշտությունից շեղված մարդկանց։ Այս նախադասությունը։ Եվ մի տեղ էլ կարդամ, այսօր շատերը խոսում են շնորհքով փրկության մասին։ Այո, դուք շնորհքով փրկված եք հավատի միջոցով, բայց մի հատ բայց կա։ Եթե դա չեղավ, քո շնորհք ասած բառերն էլ են դառնում ապարդյուն օդի մեջ առած մի հատ ինչ որ արտահայտություն։ Քո դրա նկատմամբ կերտած քո հավատն էլ է դառնում ոչինչ։ Շնորհքը լուրջ է, բան ունի, պահանջ ունի, իմ ասեմ որն է։ Քանի որ հայտնվեց Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց, Աստծո փրկարար շնորհքը հայտնվեց բոլոր մարդկանց, որ սովորեցնում է հրաժարվենք ամբարշտությունից եւ աշխարհիկ ցանկություններից։ Շնորհքը քեզ ասում է հրաժարվիր աշխարհիկ ցանկություններից եւ ամբարշտությունից եւ ապրենք այս աշխարհում մաքուր, արդար եւ աստվածապաշտ կյանքով։ Տիտոս
2-ի 11-12։ Այսինքն, եթե դու մաքուր չես ապրում, արդար չես ապրում, աստվածապաշտ կյանքով չես ապրում եւ չես հեռացել անբարշտությունից եւ աշխարհիկ ցանկություններից, բայց շնորհք բառը ասելով մանր գալիս, այդ շնորհքը քեզ ոչինչ չի տա։ Մտածում եք, որ շնորհքը մենակ ասելով չի։ Այդ շնորհքը կոմեջ մի բերի կյանքի։ Աստվածապաշտ մարդը չի բաժանում հավատը կյանքից, այլ հավատն ու կյանքը իրար հետ համադրված են։ Ուրեմն աստվածապաշտ մարդը աղոթում է, ոչ թե սովորությունից, այլ սիրուց։ Օրինակ կարող եք աղոթել, բայց սովորությունից ժամից դրա ասենք պետք է ժամի 7-ից 8 աղոթ կանես։ Լավ ես անում, շատ լավ բան աղոթել, բայց եթե սա կոմոդ ընդհանրապես պարտականությունն է, որ միտեղ հարցնեն կամ գլուխկովաց բարձինաց, որ ես օրակը մի ժամ ես աղոթում եմ, դա պաշտմունք չէ։ Պաշտմունքը նա, որ դու չես կարող առանց նրա։ Ոնց որ երեխան առանց մոր չի կարողանում, առանց կաթի չի կարողանում, դու առանց Աստծո չես կարողանում։ Բարձր։ Ապրում է այնպես, որ Տիրոջ անունը չանարգվի։ Բաներ կան, որ մեր վարքից կարող է Աստծո անունը անարգվել։ Դու աստվածապաշտ մարդ լինելով հանդերձ չես անի այդ բանը, որովհետև սա քո Աստծո անվան եւ եղանակության վրա է ազդում։ Հարգում է Աստծո խոսքը ոչ միայն լսելով, այլ նաեւ կատարելով։ Տեր Հիսուսն էլ ասաց, չէ, ոչ թե լսողներն են արդարանում, այլ իմ խոսքը կատարողները։ Նրանք են ինձ սիրողները, ովքեր իմ խոսքերը լսում են եւ կատարում են այն։ Սա կարևոր բան է։ Ու սրտում պահում է հարգանք, ոչ թե վախ Աստծո նկատմամբ սարսափ իմաստով, այլ վախ երկյուղ իմաստով։ Բարձ է, որը տանում է Աստծո առաջ հարգանքի եւ խոնարհության։ Աստծո վախ ունենալը կարևոր է, բայց ոչ թե սարսափենք Աստծո, այլ երկյուղ ունենանք նրա նկատմամբ։ Ինչպես դուք ձեր հորից կարող եք երկյուղ ունենալ մորից, բայց ոչ թե սարսափ վախ այդ իմաստով։ Ուրեմն աստվածապաշտությունը մենակ եկեղեցում կամ տանը ծնկի գալը չէ, այլ մեր ամբողջ կյանքի ընթացքում Աստծուն հնազանդ լինելը։ Աստվածապաշտությունը եկապան եղավ, չէ։ Եթե վերցնենք Սողոմոնին, արագ ասեմ կանցնեմ, իմ մոտ շատ է գրած, ես քիչ կասեմ։ Սողոմոնը ինչ արեց, սկզբում լավ սկսեց, ինչ աղոթք բերեց, որ Տիրոջ հաճելի եղավ, ինչ չեր ուզել Աստված ետել տվեց։ Սողոմոնը ունեցավ լիքը կանայք, երբ Աստված ասում էր օտարազգից կանայք չառնեք, արդեն ինքը անցավ անհնազանդության, 1000 հատ կին ունեցավ, 700 կին, 300 հարճ, որ մոտ 1000 հատ խիղճ գլուխ մարդը իմաստուն մարդը կնիկ կառնի, 1000 հատ կնիկ դու մարդը մեկ կգա այդ մարդը մի կինը քիչ է, երկուսը շատ է։ Մեկու կեսել չի լինում։ Մենք պետք է հարմարվենք, ինչեւ Աստված ինչպես է դրել, որ դու ապրես, բայց ինքը այդպես չարեց։ Եվ Տերն ասեց, չէ, դու ձեր կանայք ձեզ կտանեն օտար աստվածներ պաշտելու։ Եդպես էլ եղավ։ Սողոմոնը, որ գրած է գրել է երկոցը, առակացը, ժողովողը, իմաստուն մարդ այդքան Սողոմոնը մեռավ կռապաշտ, որովհետև նա իր պաշտմունքը արդեն ճիշտ չէր Աստծո առաջ։ Աստվածապաշտությունից հետո գալիս է եղբայրասիրությունը։ Եղբայրասիրությունը այդքան էլ հասարակ մի բան չէ, որ ասենք ես բարվանից բոլոր եղբայրներից պետք է սիրեմ, բա քույրերին, քույրը եղբայր այստեղ եղբայրը սիմվոլիկ է գրված։ Դրա մեջ քույրն էլ է մտնում, հետո ես կասեմ բոլորն են մտնում։ Ամեն մեկը իր տեղում, իր չափով։ Ուրեմն եղբայրացիորեն մենակ մի հասկացեք եկեղեցու եղբայրները։ Եկեղեցու քույրերն էլ են եղբայր, այս առումով։ Եղբայրասիրություն նշանակում է իրար հանդեպ մենք պետք է ունենանք սեր։ Պետք է ունենանքը երբեմն չի իրականանում, որովհետև երբ որ դու չես դարձել այն, չես կարողանա նաև կատարել։ Գիտեք որ սեր չես կարող պարտադրել։ Սրտի նրաման չես կարող տալ։ Պետք է քո ներսում լինի այն։ Իսկ սերը մեր սրտերի մեջ տարածում է Աստծո ձեռքով կամ Սուրբ Հոգու միջոցով։ Ուրեմն մենք եթե ուզում ենք Աստծո սերը մեր մեջ տարածվի, մենք պետք է Սուրբ Հոգով լցված մարդիկ լինենք։ Իսկ Սուրբ Հոգով լցված լինելու համար մենք պետք է փնտրենք Տիրոջ երեսը, երկրպագենք նրան, հասնենք Տիրոջ այդ շնորհի մեծությանը։ Պետք է ունենան ընդունելություն իրար։ Դու կարող ես չհամաձայնվել մարդու հայացքների հետ, բայց նորից նա քեզ համար մնա որպես քո եղբայրը եւ քո քույրը։ Պարտադիր չէ որ դու անպայման համաձայնվես հովի հետ քո հայացքներով, բայց հարգանքը չպետք է կորցնես, որովհետև սերը պատվիրաններից չի գալիս։ Այսօր
Այդպես է հասկանում, վաղը կշտկվի քո հասկացողությունը։ Ես այսօր մարդ եմ, կարող եմ մի բան ճիշտ չեմ հասկանում, վաղը կփոխվի իմ հասկացողությունը, բայց մեր իրար հանդեպ ունեցած սերը չպետք է փոխվի, որովհետև սա շատ ավելի կարևոր է։ Իրար հանդեպ եղեք գթասիրտ։ Եթե քո եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է, նա նկատմամբ ինչ եղիր, բացձեռ եղիր, գթասիրտ եղիր։ Հետո սրա վրա մի քիչ կան կառնեմ։ Ներողամիտ լինել միմյանց նկատմամբ։ Մարդիկ կան, որ իրար չեն կարողանում ներել։ Շատ ենք մենք խոսել ներման մասին։ Դու կարող ես մարդուց յան տալ, քո ճանապարհը ընտրել, գործ չունենալ, բայց նրան քո սրտում չպահես այդ կապանքները բանի ատելության, այլ արձակես ու նրան կարողանաս սիրով վերաբերվել ինչպես Քրիստոսի զավակի, թեկուզ թող լինի տկար զավակի։ Ուրեմն սա մի վիճակ է, որտեղ սերը վերածվում է գործի, այսինքն սերը մենակ մի բառ չէ, որ մենք ասում ենք։ Հռոմեացիների 12:10 Պողոս առաքյալն ասում է. «Եղբայրը սիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցեցեք»։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է պատիվ տալու մեջ առաջ անցեք։ Եթե մի բանը պետք է անել, մեր հայ ազգի մոտ դա մի քիչ լավ է ստացվում, բայց ափսոս դա սիրուց չի գալիս շատ դեպքերում, էլի, շուտ ես պետք է տամ, փողը ես կտամ, հանգ թե գրպանը, ցերտի գրպանը ես կտամ, բայց ժամանակը ոչ էլ տվող ես, ասում ես դե լավ դուր, ախպեր բոլորս փող չկա։ Դե որ փող չկա, ի՞նչն է ցույց տալիս։ Բայց ես դեռ ասում եմ առաջ ընկեք։ Փառք Տիրոջը, ձեր մեջ շատերը կան, շատ հյուրասեր մարդիկ, պատիվ տալու մեջ իսկապես առաջ ընկնող, սա պտուղ է։ Իսկ եթե մեկը Առաջ Հովհաննես 4:20-21 ասի ես սիրում եմ ասում, բայց ատում է իր եղբորը, ասում նա ստախոս է, որովհետև նա ով չի սիրում իր եղբորը, որ տեսնում է, ինչպես կարող է սիրել ասում, որ չի տեսել։ Եվ այս պատվիրանն է, որ ունեք նրանից ով սիրում է ասում, նա թող սիրի նաև իր եղբորը։ Ուրեմն ասու հանդեպ ունեցած մեր սերը կերևա նաև մեր եղբոր կամ քրոջ հանդեպ ցուցաբերած մեր սիրուն։ Եղբայրասեր մարդը ունի մաքուր սիրտ առանց նախանձի եւ ատելության։ Մեր մեջ կա մեկը, որի մեջ նենգություն ըսկի չկա։ Օրինակ Իսրայելում Տիմոթեոսը կար, Տիմոթեոսի մասին Տերն ասաց, ահա արդար է մի իսրայելցի, որի մեջ Նաթանայել կնդրի, ահա մի իսրայելցի, որի մեջ նենգություն չկա։ Այսինքն եղբայրասեր մարդը չի ունենա այդ ատելությունը եւ նախանձը։ Կիսում է եղբոր ցավն ու ուրախությունը։ Մենակ ուրախությունը չեն կիսում, վիշտել են կիսում, ցավնել են կիսում։ Մենակ թաղման պանեխիդա էթալով չեն համարում, որ քեզ հարգեցի։ Այլ մտածում ես ինչի կարիք ունի ինքը, որ ես նրա կողքին լինեմ։ Ներում է իրեն վնաս պատճառողին եւ չի դատում, այլ օրհնում է։ Երբ սերը մարում է, հավատը դառնում է օրենք, երբ սերը բոցավառվում է, հավատքը դառնում է կյանք։ Հովհաննես 13:35-ում ասում է. «Եվ սրանից կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք միմյանց»։ Չասած Տերը, որ զորություն գործեք, բժշկություն արեք, դրանք էլ պետք է որ լինի, բայց չասած դրանով կիմանան իմ աշակերտներս եք, ասած սիրեք իրար, սրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, որովհետև սատանան կարող է զորավոր ինչ-որ բաներ կրկնօրինակել, բայց սերը չի կարող, որովհետև այդ իր մեջ գոյություն չունի։ Չի կարող նա զգալ սեր հասկացողությունը։ Խիղճ հասկացողությունը սատանան զգալ չի կարող, իր մեջ դա գոյություն չունի։ Դա աստվածային հատկանիշ է, որը կա Աստծո մեջ եւ Աստծո պատկերին ստեղծված մարդու մեջ։ Դրա համար սատանային բան մի խնդրեք, որ խղճակես, հետո ինձ լավ գնայի, սպասի իր չարությունները, ես բանանեմ, որ ինքը ոմանք կան, հատկապես անեքորը մի անգամ ասեց Եզդի շեխը, ասում է, հետո մա վերելի ականջի բան ասում, ինչ ասում, ասա ոչ աշ, ոչ ցախ, ուղիղ դժոխք։ Այսինքն ուղիղ դժոխք։ Պաստորեն ճիշտ եմ ասում, այդպես չէ։ Հա։ Այսինքն որտեվ իր մեջ չկա խիղճ, այդպես ուղիղ դժոխքել պետք է տանի ուղիղ։ Դու հենց այդպեսին ես, իրան էլ պետք է հենց այդ վիճակում, որ իր հետ միասին վարվես։ Ահա։ Հիմա գանք իմ ասած այս մի փոքրիկ կանգ առնենք, բացի այս եկեղեցում քո կողքին նստած եղբայր քույրերից, ելով կարող է լինել քո եղբայրը կամ մի ուրիշ բառով ասեմ ընկերը։ Սիրես ընկերոջդ քո անձի պես։ Քո ընկերը նաև քո կինը կամ քո ամուսինը։ Ինչ վատ ընկեր են որ։
Դու իրավունք ունես նրան զրկես այն իրավունքից, որ պատկանում է իրեն։ Այսինքն քո ունեցածի կեսը պատկանում է իրեն։ Ես կարող եմ այդ կեսը վերցնեմ տամ մի ուրիշի։ Ես իրավունք չունեմ դրա։ Մենք պետք է դա անենք համախորհուրդ։ Քո երեխաները քո ընկերն են այս առումով։ Դու իրավունք ունես նրանց չխնամելու։ Իրավունք ունես նրանց ձեռքից վերցնելու որևէ բան, որով ինքը կտուժվի։ Քո ծնողները, հատկապես ծիրացած ծնողները, եթե քո խնամքին են կամ քեզից հեռու են ապրում, նորից քո ընկերն են ոչ պակաս, քան քո եղբայրը քույրը, որ նստած է քո կողքին։ Եվ եթե դուք որևէ մի բան կուզենաք բարիք անեք ինչ-որ մի ուրիշի, դա շատ լավ բան է, դուք աշխատեք դա անել, իսկ եթե չես կարող դա անել, չունես նյութական այդպիսի հնարավորություններ, ֆինանսական հնարավորությունները մինուս է գեթում, դու քո տան հացը չես կարողանում բավարարել, երեխեքդ կիսասոված են, ու դու մի օր ուզում ես հերոսություն անես, մեր տան ամբողջ խոպը դիտանեմ տամ, ես ինչ եղբորը բանի տակա, տոկոսի տակա։ Դու հոգևոր չես, որովհետև նրանք քո ընկերներն էին։ Մի անգամ ես եկեղեցում միասին հաշվարկ արեցինք, որ եթե մարդը 100,000 դրամ փող ստանա, իր եկամուտը այդ անդամինը տուն մտնող, դու ինչ պետք է անես, ինչ պետք է անես այդ 100,000 դրամի հետ։ Դու պետք է սկսես բաշխել ծախսերը ըստ անհրաժեշտության, որոնցից դու չես կարող հրաժարվել ու ասել այս ամիս էդի չեմ անի։ Մի քանի բանի մոտ գրել եմ, առաջինը միշտ ասել ենք 10-րդը տիրոջն է, դա անկախ նրանից դու ինչ է, ինչ չէ, առաջի քայլը 10-րդը քո տնից սուրբ բանը հանելն է։ Աստվածաշունչ գրած է, ես Տեր ասում եմ, ես սուրբ բանը իմ տնից հանեցի, այսինքն ինչ որ քեզ էր պատկանում, չպահեցի մեր տանը, ես տվել եմ քեզ։ Երկրորդը կոմունալ ծախսերը անհրաժեշտ ծախսեր են, թե չէ։ Դու իրավունք ունես, ես ամիս չեմ տա ոչ մեկ կոմունալ, ոսանքին փող չեմ տա, գազին փող չեմ տա, թույլ չկա, բա որ դիսամ։ Չուխ, ոսանքդ կանջատեն։ Հետո քո տանիքը կմնա մթության մեջ։ Այսինքն դու իրավունք չունես դրանք չանելու։ Սննդամթերքը տան մտնող, էլ մեկ չթվարկեմ, իրե դու գիտեք հացը առաջի անհրաժեշտություն, յուղ մյուս բաները։ Երբ որ տնում ես երեխա կաթի փողա, պամպերսի փողա, չգիտեմ ինչի փողա, սրանք ծախսեր են, որոնք հնարավոր է որ պահանջը կա, ու դու պետք է կարողանաս դրանք անել, որովհետև դրանք քոնը չէ։ Ընկերոջը սիրես քո անձից պես, սա կամ փաստեմ քո այդ ընկերոջը կհավասարվես, նոր քո անձի պես սիրի։ Էդի հելա քոնը չի, ընտանիքինն է։ Երեխաներին անհրաժեշտ պարագաները, մանկապարտեզը, մանկամսուրա, դպրոցական գերմանական պիտույքները, պայուսակա, էսայինը, 1000 բան կա, որոնք դու իրավունք չունես շանելու։ Անձնական պարագաներ, տրանսպորտ, դեղորայք պետք գալիս է մարդուն, կամ չնախատեսված անակնկալ ծախսեր։ Այսինքն ինչ որ մի բան էլ տակը պետք է մնա, անակնկալ մի բան եղավ, դու ինչ պետք է անես։ Այսինքն այդ 100,000 դրամից բան չի մնա, ես մեծ շռայլություն արեցի այս հաշվարկի մեջ, տակը թողեցի 2,000 դրամ գոնե։ Ասի այդ 2,000-ը մնաց։ Բա քո ընկերոջը դու սիրես քո անձի պես, ոչ թե քո անձից շատ։ Այսինքն այդ 2,000-ներ բաժանես, քո ընկերոջը միջև եղավ 1,000 դրամ։ Տար 1000-ը տուր ընկերոջը, ասա, էս իմ կողմից։ Այսինքն դուք պետք է եւ բարիք անեք, առանց քո ընտանիքին վնասելու։ Մի կարող է մեկից պատգամել, ասես ինչ ասում ես, կյանքս մի թիթիսի, մի թրվռացեք։ Գկա այդ պարագանքը տեսնեք, որ դուք չեք կարող դա անել։ Իսկ եթե արեցիք, Սուրբ Գիրքն ասում է, որ նա ով իր ընտանիքին հոգ չի անում, ինքը անհավատից էլ կեշ է։ Այսինքն ես մի բան եմ անում, դու անունը դնում ես հերոսություն, Աստված ասում է, դու անհավատից վատ ես։ Ուրեմն պետք է խելացի վարվել ֆինանսների հետ։ Կամ ֆինանս համատում տունը վազում են շուկայել մանդարին, ապելսին, կարալյոկ, նոր տարվան ասենք եղել է, ասելա բան առնենք, այն ինչ է, որ անանաս։ Դասեմ հատը 5,000 դրամ անանաս որ չտնենք այդ սեղանը, ամիլ տնում եք ոչ մեկ չեն տում։ Ահու նայում են, բոլորը նայում են, որ դու անանաս առել ես, բայց չեն ուտում։ Ամիլ ամա չամիչար։ Բարձր միշտ շռայլության տվեք ձեզ, որ հետո դուք կգնեք դժվարության մեջ, հետո կգաք տեսնես մի հատ խնդիր առաջացավ, դեղ էր պետք, դու եթե ապտիկայից տեղը ասենք
200 դրամանոց տեղը գրվեց նիսյա բերելու համար։ Արդեն դա նրանց էր, որ դու ժամանակին դրա համար հաշվի չառար, նկատի չունեցար։ Մարդը ասում է սոված ենք, բայց խմում է, արփիցող է։ Սոված ես մի խմի։ Մի խմի։ Ջուր խմի։ Անցած անգամ երբ ես պատմեցի են Նարդոսի հոգուն վրա հասավ այդ պատմությունը, որ իր երեխան 20 կոպեկ աշխատում է, ինչ որ մեկի բերը տանելուց 20 կոպեկ տալիս է, այդ 20 կոպեկով վազելու ուրախ բերում է, որ տան մորը հարբեցող հերը տենում է, քաշում գցում է գետից, երես խլում այդ 20 կոպեկն ու վազում է ուղիղ բանդոկ։ Երեխեքը սոված, այդ կինո էլ էին անում, փոքր կարճամետրաժ, քամի փչում էր, սոված, մայլո հաց եմ ուզում, էսեով վերջանում է։ Եթե այսպես է այդ մարդը, չէ, բայց այդպեսի մարդիկ շատ կան։ Եթե մեկը հարազատների կամ իր ընտանիքի հանդեպ հոգ չի տանում, նա հավատն ուրացել է եւ անհավատից էլ վատն է։ Առաջին Տիմոթեոս 5:8։ Եվ վերջի կետի վրա կանգ առնեմ կարճ համառոտակի սիրո մասին, եղբայրասիրությունը տանում է դեպի սիրո։ Սա սովորական մարդկային սիրո մասին չէ։ Սա արդեն տանում է դեպի ագապե սերը։ Այսինքն մենք կարող ենք ունենալ մարդկային սեր, որը կանցնի, իսկ այս սիրո մասին առաջին Կորինթացի 13:1-3-ում ասում է բոլորը կանցնեն, բայց սա չի անցնի։ 13 գլուխ ամբողջությամբ դուք կարդաք, ես չեմ կարդա հիմա։ Սերը բոլոր առաքինությունների պսակն է։ Այսինքն արմատը հավատքն էր, երկրորդ Պետրոսի թղթերը որ կարդացինք, հավատքը, ջանք պետք է գործադրենք, որ նրա վրա ավելանա առաքինություն։ Առաքինությունը մտավ կառույցի մեջ, մեր շենքի առաջի լարն է, որ մտավ։ Երբ որ այդ առաջի լարը շարեցինք բրծանք, դրա վրա բերում է գիտություն, մենք պետք է խորանանք Աստված ճանաչողության մեջ, ինչպես Պողոս Արաքյալն ասում էր, ես գիտեմ ում եմ հավատացել, ես ճանաչում եմ նրան ում հավատացել եմ։ Իսկ դու ճանաչում ես նրան ում հավատացել ես։ Սա շատ կարևոր է։ Այնուհետև գիտության վրա ավելանա շուշկալություն, զսպվածություն, շուշկալության վրա ավելանա համբերատարություն, համբերատարության վրա ավելանա աստվածապաշտություն, աստվածապաշտության վրա ավելանա եղբայրասիրություն, այսքան արդեն մենք անցանք եւ եղբայրասիրության վրա էլ սեր։ Հիմքը հավատքն է, եթե վերցնենք մի հատ ծաղիկ, արմատները հավատքն է, պսակը, ծաղիկը սերը։ Ուրեմն հավատի վրա այսքան բան կառուցվեց, որ քեզ հասցնի սիրո աստիճանին։ Մենք չենք կարող, կորոշենք ու չենք կարողանա, որտեղ պետք է մեր մեջ կառույցը տեղի ունենա։ Հավատի հիմքը կարող է լավ է իր դեր, կառույցը դες քանդուկարապար է։ Մի օր Աստված շատ է, տասնյակ տարիներ առաջ էր, ես մի հատ երազ տեսա, բայց պատահական չէր։ Ես տեսա մի հատ հիմքեր շատ ամուր, դրա վրա կանգնած էի, բայց կառույցն այնքան թույլ էր, փուլ էր գալիս։ Եվ հասկացրեց, որ քո հոգևոր կյանքի կառույցը հիմա հենց այսպես է։ Դու արդեն շտապեցրեց, որ ուշադիր եղիր, հետ դարձի շտկի ճշտի, որ քո կյանքը ճիշտ համապատասխանի ասացին, որ քո հոգևոր կառույցն էլ ճիշտ լինի, թե չէ մի օր քո կառույցը կփլվի քո ու քո երեխեքի վրա։ Ինչի՞ եմ ասում քո ու քո երեխեքի վրա, որովհետև երբ որ քո հավատը ճիշտ չեղավ, կառույցը ճիշտ եղավ, մի օր հանկարծ դու կդառնաս մի հատ այնպեսի դավանանքի հետևորդ, որ դու էլ չէիր հասկանում, դու էլ չէիր ծրագրել, հանկարծ քեզ խելքդ կերան, բոլորվեցիր, գնացիր, ամբողջ կյանքը տրեցիր, հալածվեցիր, բանտերով ինչով ասես անցար, գնացիր դառա կաթոլիկ քահանա։ Որտեվ փլվեց ում վրա, նաև քո ընտանիքի վրա, որտեվ քո կնիկը ու քո երեխեքն են այդպեսին դառնալու։ Բարձա։ Ուրեմն առաջի պատվիրանը սա էր, սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ ուժով կամ զորությամբ, եւ երկրորդը ասում է սրա նման է, սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը։ Ինչպես սիրեմ իմ ընկերոջը, ինչպես իմ անձը, ինչպես կուզենաս որ մարդիկ քեզ անեն, դու էլ նրան այդպես արա։ Բայց ելնելով քո հնարավորության սահմաններից սա միշտ դուք հաշվի առեք։ Ես չեմ ասում այդ պատճառ բռնեք, որ ոչ մեկի ոչինչ չտաք։ Չէ, եթե կարող ես տալը ճիշտն է։ Պահի հոգեպաուստ նաև տալու համար։ Բայց թիթիզություն պետք չի անել։ Քո ոտքդ, քո վերմակի չափ պարզի, որովհետև ես ասացի, դու եթե քո ընկերը պետք է սիրես քո անձի պես, ասացի քո տան յուրաքանչյուր անդամ այդպես մի հատ ընկեր է, իրանցից ավելի բարձր,
մի կատեգորիա։ Դու պետք է սրանցով քայլես։ Ուրեմն սիրող մարդը իր մեջ չարություն չի պահում, սիրող մարդը սիրով է ապրում եւ Աստծո սերը երևում է նրա մեջ ու փոխանցվում ուրիշների։ Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որը կատարելության կապն է, Կողոսացիների 3:14։ Հագեք սերը, որ կատարելության կապն է։ Ուրեմն սերը դա կապն է կատարելության։ Այստեղից դադարեցնեմ, որտեղ մի այսքան կմնա հաջորդ անգամ եթե Տերը կամենա ողջ մնանք, իհարկե, միշտ ասում եմ, հələ որ ողջ ենք, վերադառնանք այն սխալ կառույցներին եւ այդ կառույցը փչացնողներին, որովհետեւ դու կարող ես կառուցել, մեկն էլ քո հետևից սկսի փչացնել։ Դու տունը մաքրում, հարդարում, ամեն ինչ տեղը դնում ես, հետևից քո ամուսինդ գալիս է, եղտոտ ցեխոտ ոտերով մտում է այդ մինչե տան։ Վերև գալիս տպելով է թմա, փչացրեց քո մաքրությունը։ Դու մաքրել ես տները, երեխեքը խաղալիքները թափելով, խառնելով ման են գալիս։ Չէ՞։ Այդ եղել է որ մահճակալը դժվար է, ինքան դժվար գործ է, ես ինչքան ուզում եմ դզեմ որ եղել է, ես եմ ավակե, դե չի լինում, ոնց անում ես քաշում այնիա ծռվում, մեկ էլ բարձր տակից գլուխն անես ու հարաշ ոնց այն դանում ես, չոտքիս էս ոտորը հարթուկ են։ Բայց եկա բանդերմաններ անում են։ Դու գալիս մի անգամից նստում ես դրա վրա, պարկում հեռախոսով խոսում ես։ Մի օր այստեղ ենք մնում են ժամանակ։ Թորներիցս եկա, տեսա պարկել են անգողիների վրա խոսում են։ Ասա, երդում որ մտնում եք դու տեղաշենների վրա պարկում եք, հələ դու փորձվեն մի հատ։ Բա ուրեմն էսի տուն չէ, էսի դա տուն չէ։ Բարսա։ Այսպես, Տերը օրհնիցես հաջորդ անգամ շարունակենք։ Եվ այս կառույցը որ կա, Պողոս Արաքյանն ասում էր, ես իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց շինողները ուրիշ են։ Եվ այդ կառույցը, եթե կառուցեք ոսկով, արծաթով, քարով, խոտով, եղեգով, փորձությունը ցույց կտա, կրակով պիտի փորձվի։ Եթե մեկի գործերը մնաց, վարձք կստանա։ Եթե մեկի գործերը այրվեց, պիտի դժվի։ Տերը օրհնի ձեզ։